Հետազոտության թեման կանանց եւ տղամարդկանց միջև հավասար իրավունքների եւ հավասար հնարավորությունների մասին օրենքի վերլուծությունն էր եւ օրենքի բացերի հայտնաբերումը, ինչպես նաեւ միջազգային ստանդարտներին համապատասխանությունը, այսպես ասած, ստուգելը, հասկանալու համար, թե ինչքանով է գենդերային հավասարության մասին Հայաստանի օրենսդրությունը համապատասխանում միջազգային օրենսդրությանը, միջազգային ստանդարտներին ու պայմանագրերին, որոնք որ Հայաստանը արդեն իսկ վավերացրել է կամ ստորագրել է ու վավերացման ճանապարհին է։ Իրականում, բացի հավասար իրավունքների եւ հավասար հնարավորությունների մասին օրենքի վերլուծությունից, մենք որպես կառուցվածքային տարր ներառել ենք նաեւ այն միջազգային պայմանագրերը, որոնք որ Հայաստանը միացել է։ Այսինքն փորձել ենք ներկայացնել այն լայն շրջանակը, որի հիման վրա Հայաստանը պետք է ունենա կայուն օրենսդրություն, ինչպես նաև ունենա իմպլեմենտացիոն ուղիներ։ Իրականում օրենքի հոդված առ հոդված վերլուծություններ ենք իրականացրել եւ փորձել ենք համեմատել, բացի կոնկրետ օրենքում տեղ գտած հոդվածից, արդյոք կան այլ օրենքներ կամ ենթաօրենսդրական ակտեր, որոնք որ աջակցում են այդ հոդվածի, այդ դրույթի իրականացմանը։ Մանավանդ, եթե խոսում ենք կանանց եւ տղամարդկանց հավասար իրավունքների մասին, պետք է ունենանք նաեւ նույնիսկ դատավարական հատուկ դրույթներ, որոնք որ պետք է աջակցեն դրան։ Եվ մենք հայտնաբերել ենք մի շարք բացեր, եւ որոնք որ հիմա փորձում է Հայաստանի Հանրապետության իշխանությունը ինչ որ ձևով փակել իրավահավասարության ապահովման մասին նոր օրենքի ընդունմամբ։ Սակայն նախագիծը դեռ խմորման փուլում է, այսպես ասած, ու դեռևս չի ընդունվել, թեկուզ արդեն մի քանի տարի է շրջանառվում է, կազմակերպվում են տարբեր հանրային քննարկումներ, հասարակական կազմակերպությունները մասնակցում են, արտահայտում են իրենց կարծիքը, սակայն դեռևս ոնց որ գործնական փուլին չենք հասել։ Ինչու է կարևոր։ Կարևոր է, որովհետև իրավահավասարությունը առհասարակ ժողովրդավարության մեջ մեծ նշանակություն ունի ու օրենքի գերակայության տեսանկյունից նույնպես։ Բացի այդ, մեծ բաց կար կանանց եւ տղամարդկանց միջև հավասար իրավունքների եւ հավասար հնարավորությունների մասին օրենքի հենց վերնագրում։ Ավելի ճիշտ կլիներ վերնագրել, օրինակ, գենդերային հավասարության մասին օրենք, որը որ ավելի լայն հնարավորություններ է տալիս եւ նաեւ Հայաստանի Հանրապետության միջազգային պարտավորությունների տեսանկյունից ավելի ճիշտ է հնչում, որը որ նաև հասարակական կազմակերպությունները բազմիցս հնչեցրել են իրենց ադվոկացիոն քայլերի շրջանակներում։ Մենք նաև հայտնաբերել ենք, որ թեկուզ իրավահավասարության ապահովման մասին նախագծում, օրենքի նախագծում կան խտրականության տարբեր ձևերի թվարկումը եւ նկարագիրը, կոնկրետ գենդերային հավասարության մասին մեր օրենքի մեջ հստակ սահմանված չեն խտրականության բոլոր ձևերը, որոնց որ կարող են ենթարկվել անձինք։ Ինչը իհարկե մեծ թերություն է օրենսդրական տեսանկյունից, ինչպես նաեւ իմպլեմենտացիոն տեսանկյունից։ Նաև թեկուզ մենք ունենք օրենք, որը որ ընդունվել է 2013 թվականին, հիմա մենք 2025 թվականում ենք, սակայն փոփոխություններ մինչև հիմա գրեթե չեն եղել։ Մի անգամ է եղել փոփոխություն, որը որ ավելի շատ ձևական բնույթ էր կրում։ Մինչդեռ այս 10 եւ ավելի տարիների ընթացքում տեղի են ունեցել մի շարք փոփոխություններ, Հայաստանը ստորագրել է միջազգային պայմանագիր, սակայն չի վավերացվել Ստամբուլյան կոնվենցիայի մասին է խոսքը։ Ինչպես նաև ընդունվել է կոնկրետ օրենք, թեմատիկ օրենք, դա ընտանեկան եւ կենցաղային բռնության կանխարգելման մասին օրենքն է, որի հիման վրա նաև պետք էր փոփոխություններ կատարել կանանց եւ տղամարդկանց հավասար իրավունքների եւ հավասար հնարավորությունների մասին օրենքում։ Նաև, ինչպես արդեն նշեցի, իմպլեմենտացիայի տեսանկյունից, թեկուզ օրենքում նշված են մի շարք դրույթներ, սակայն իմպլեմենտացիոն տեսանկյունից անձը չի կարող օրինակ գնալ դատարան, որպես այդպիսին հղում կատարել այս օրենքին ու ասել այս օրենքի շրջանակներում իմ իրավունքները խախտվել են։ Դա մեծ բաց է, բայց նորից եմ ասում, մենք լիահույս ենք, որ եթե ընդունվի նոր օրենքը, ինչ որ չափով դա կփոխլրացնի ներկայիս օրենքին։
Այս պահին իմ իմանալով դեռևս քննարկումների փուլում է իրավահավասարության ապահովման մասին օրենքը եւ դեռևս կոնկրետ քայլեր չեն ձեռնարկվել։ Դա պայմանավորված է տարբեր հանգամանքներով, այդ թվում նաեւ ինստիտուցիոնալ փոփոխություններով, անձանց փոփոխություններով, սակայն այդ օրենքը միշտ եղել է ոնց որ խնդրո առարկա եւ բազմիցս տարբեր կառույցներ, ՄԱԿ-ի կոմիտեներ նշել են, որ կարևոր է ունենալ թեմատիկ օրենք Հայաստանի Հանրապետությունում եւ դրա պակասը երևում է թե պրակտիկայում, թե հենց դե յուրե օրենսդրության մեջ։ Կան մի շարք միջազգային ստանդարտներ, այդ թվում ՄԱԿ-ի կանանց դեմ խտրականության արգելքի մասին կոնվենցիան եւ դրա շրջանակներում կոմիտեն պարբերաբար վերանայում է Հայաստանի Հանրապետության կողմից իրենց ներկայացված զեկույցները պարբերական եւ այդ տեսանկյունից բազում դիտողություններ է արել, որոնք որ Հայաստանի Հանրապետությունը դեռևս շարունակում է իմպլեմենտացնել հետագա զեկույցներում կզեկուցվի նաեւ փոփոխությունների ու ռեֆորմների մասին։ Կա նաեւ աշխատանքի միջազգային կազմակերպության մի շարք կոնվենցիաներ, որոնք որ նաեւ վավերացրել է Հայաստանը կամ վավերացման ճանապարհին է։ Օրինակ կա խտրականության արգելքի մասին, խտրականության մասին կոնվենցիան, որը որ վերաբերում է աշխատավայրում եւ զբաղվածության հետ կապված է, որը որ Հայաստանը ընդունել է, միացել է եւ ըստ այդմ նույն աշխատանքային օրենսգրքի մեջ կատարվել են փոփոխություններ 20 թվականից հետո խտրականության արգելքի մասին հոդվածն է ընդունվել, ինչպես նաև սեռական ոտնձգության արգելքի մասին հատուկ դրույթներ են մտցվել աշխատանքային օրենսգրքի մեջ, ինչը որ մեծ քայլ էր, սակայն դատավարական տեսանկյունից նույնպես անհրաժեշտ են որոշակի փոփոխություններ, որոնք որ հիմք կհանդիսանան իրականում դրանք իրականացնելու համար։ Կոնկրետ այս վերլուծության շրջանակներում հասարակության կարծիքին չենք անդրադարձել, ավելի շատ զուտ օրենսդրության վերլուծություններ, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության գենդերային քաղաքականության ապահովման ռազմավարության վերլուծությունը, որը որ նաև տալիս է կոնկրետ կետեր, քայլեր, գերակայություններ, որոնց շրջանակներում Հայաստանի Հանրապետությունը աշխատում է նաև գենդերային հավասարության ապահովման համար։ Սակայն կարևոր է նաև նշել, որ բացի իշխանությունների դերից կարևոր է նաև հասարակության դերը ու կարևոր է նաև հասարակության պատրաստական լինելը ընդունել օրենսդրությունը կամ իմպլեմենտացնել, պրակտիկայում կիրառել օրենսդրական դրույթները, որովհետև մեր հասարակությունը նույնպես դեռևս ճանապարհին է գենդերային հավասարությունը ընդունելուն, կանանց եւ տղամարդկանց միջև հավասար իրավունքներն ընդունելուն։ Երկար ճանապարհ ենք անցել եւ շատ դրական կողմեր ունենք, դա պետք է փաստել ու նշել, թե օրենսդրական տեսանկյունից, թե պրակտիկայում, սակայն դա երկուստեք քայլեր է պահանջում։ Դա միայն մեկ կողմի քայլերի մասին չի խոսքը, դա ընդհանուր հասարակության իրազեկվածության, իրավագիտակցության մասին է խոսքը։ Պետության կողմից տարբեր քայլեր ձեռնարկվում են, օրինակ նույն կանանց հարցերով խորհուրդը կամ գենդերային թեմատիկ խումբը, որի մեծագույն անդամը հենց աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարությունն է, որը որ համակարգում է ջանքերը։ Այս տեսանկյունից փորձ է արվում նաև քաղաքացիական հասարակության կազմակերպությունների միջոցով առաջ տանել գենդերային հավասարությունը, բացի այդ նաև տարբեր տեսանկյունից համագործակցելու միջոցով այդ թեման առաջ տանելու։ Այսինքն, եթե նայենք բուն պետության դերին, պետությունը իհարկե որպես լիազոր մարմին, աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարությունը ունի վարչություն, վարչության մեջ բաժին, որը որ զբաղվում է այդ հարցերով։ Իհարկե բաժինը այդքան էլ մեծ չէ, եւ բացի գենդերային հավասարության մասին մտածելուց նաև այդ բաժնի վրա դրված է թրաֆիքինգի զոհերի հետ աշխատանքը, ինչը իհարկե ոնց որ ավելի ծանրաբեռնվածություն է տալիս բաժնի աշխատանքին, սակայն արվում է աշխատանքը, չենք կարող շղթել, որ չի արվում, իհարկե ծավալի մասին էլի պետք է մտածել, նաև գոյություն ունի մարդու իրավունքի պաշտպանին կից հատուկ խորհուրդ,
Եվ նաև այս նոր իրավահավասարության մասին օրենքի նախագծով մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակի վրա դրվելու են որոշակի լիազորություններ նաև խտրականության կանխարգելման համար։ Բայց սպասենք նոր օրենքին, երկար ենք սպասում, բայց եկենք լիահույս լինենք, որ մի օր կունենանք նաև այդ օրենքը, մի օր կունենանք նաև գենդերային հավասարությամբ զբաղվող հատուկ մեխանիզմ, որը որ շատ երկրներում դրված է, հատուկ մարմին, որը որ զբաղվում է խտրականության կանխարգելմամբ, գենդերային հավասարության տարածմամբ, շատ երկրներում դա MIP-ն է, շատ երկրներում հատուկ կառույց կա դրա համար, դա նույնպես մեր պետությունը ընդունում է դրա բացը եւ աշխատում է այդ ուղղությամբ։ Կարևոր է նաեւ օրինակ նույն աշխատանքի միջազգային կազմակերպության հետ արվող աշխատանքը աշխատավայրում ոտնձգության եւ բռնության դեմ կանխարգելման կոնվենցիայի վավերացման տեսանկյունից, թիվ 190 կոնվենցիայի վավերացման տեսանկյունից, որը որ նույնպես մեր պետության օրակարգում է դրված եւ շուտով կարող է ունենանք նաեւ փոփոխություններ այդ ոլորտում։ Բազմիցս եղել են հանրային քննարկումներ, կոնկրետ պրակտիկայում իրավահավասարության ապահովման մասին սահմանադրական դրույթը, օրենսդրական դրույթը կիրառելու տեսանկյունից։ Նաև ավելի թեժ քննարկումներ ծավալվել են օրենքի նախագծի քննարկումների ժամանակ եւ մեծ էր կարեւորությունը նաեւ օրենսդրական այն դրույթի պակասի, որ ապացուցման բեռը դրված չէ այս պահին պատասխանողի վրա։ Մինչդեռ պետք է ընդունել խտրականության կանխավարկածը, որը որ էլի միջազգային պրակտիկայում լայնորեն կիրառվում է եւ ապացուցումը, որ կոնկրետ գործով խտրականություն վերաբերմունք չի իրականացվել, խտրական վերաբերմունք չի դրսևորվել, պետք է դրվի պատասխանողի վրա, ով որ պոտենցիալ խտրականությունը իրականացնողն է, այսպես ասած։ Կոնկրետ մեր օրենսդրությունում նման դրույթ դեռևս չկա։ Նախագծում կա, իրականության մեջ չկա։ Ինչը իհարկե դժվարացնում է նաև հնարավորությունը պաշտպանվելու։ Մեծ խնդիր է նաև, որ հասարակական կազմակերպությունները չեն կարող հայց ներկայացնել իրավահավասարության, խտրականության հետ կապված գործերով։ Այսինքն, եթե տուժող չեն, հասարակական կազմակերպությունը դատարանում չի կարող հանդես գալ։ Կոնկրետ հասարակական կազմակերպությունները ակցիո պոպուլյարուսի տեսանկյունից կարող են հանդես գալ միայն շրջակա միջավայրի եւ հաշմանդամություն ունեցող անձանց հետ կապված պաշտպանության գործերով, ինչը էլի մեծ բաց է, ինչի համար քաղաքացիական հասարակությունը դեռևս պայքարում է եւ հույս ունենք, որ մի օր այդ պայքարը դրական ազդեցություն կունենա։